Մերոնք կետեմ կայքի եթերում ես շարունակում եմ։ Մերոնք շարքը բարև ձեզ։ Մեր գործընկերը Fast Bank-ն է, շնորհակալություն Fast Bank-ին։ Օրեցօր ավելի տխուր է դառնում ջրի երեսին, այսպես ասած, փրփուրի պես վերհառնող իրականությունը։ Գործող իշխանություններ եւ ընդդիմություն այսպես կոչված, ինչու այսպես կոչված, քանզի գիտենք թե ով է։ Եվ ամեն ինչի մասին հերթով։ Մի սպառնալիք կա օդում կախված, թե Նիկոլ Փաշինյանը մեզ ուզում է մեր հիշողությունից զրկի։ Հիմի եկեք նայենք իրականությանը, եկեք հիշենք մեր անցած ճանապարհը, մեր ազգի, մեր ժողովրդի, մեր պետության, մեր կորուստները, մեր պապերը լեզվին ասին մայրենի, այնքան սիրեցին, որ դա մայրենի լեզու էր, հողին էլ այսին հայրենի, դարձրեցին հայրենիք, եւ հետո այդ երկուսը միացրին մայր հայրենիք կամ մայր Հայաստան դարձավ։ Ասելս ինչ է, մեզ մեր հիշողությունից որևէ մեկը չի կարող կտրել։ Կարող են ինչ-որ ժամանակաշրջանում ինչ-որ վայրիվերումներ լինեն, ինչպես ասում են թազահավեր, երկաթե ձվեր, բայց հիշողությունը ոնց որ մարդն իր ծնողին մոռանա։ Անգամ տարիներ անց, երբ որևէ հաջողության կամ որևէ, չգիտեմ, ինչ խնդիրների առջև է կանգնում, մարդը միևնույնն է հիշում է իր անցավորներին։ Այնպես որ մեզ չեն կարող կտրել, վատ է, որ տգետները երբեմն իշխանական բարձր պաշտոններ են զբաղեցնում։ Կրկնակի վատ է, որ այդ տգետների հայրերը իրենցից տգետ են։ Եվ անձնական հայրերը եւ ընդհանրապես իշխող հայրերը կամ այրերը գրող է ինձ տանի։ Բայց սա է մեր իրականությունը, մեզ մեր հիշողությունից որևէ մեկը չի կարող կտրել։ Հիշողություն եւ դասերակցություն։ Երբեմն տպավորություն է ստացվում, որ այս ծորվա իշխանավորներին իրոք արագիլն է բերել։ Հաստատ ոնց որ թե, այսպես ասած, հարգանք չունեն ոչ սեփական անձի նկատմամբ, ոչ էլ հայրենիքի, երկրի, ավանդույթների ընդհանրապես անհարգալից ինչ-որ մի պահվածք է երբեմն դրսևորվում։ Վկան օրեր առաջ Տեր-Պետրոսյանի, չգիտեմ, լույսերի անջատումը։ Գիտեք, ժամանակին այն ինչ արվեց եւ ղեկավարը Տեր-Պետրոսյանն էր, դա այն հիմքն էր, որ այսօր գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունը։ Այդ ուրանալ պետք չի եւ հարգել է պետք ինքն իրեն, որպիսի Նիկոլ Փաշինյանը լույսը վառեր, հետցի տնօրենը այրիչը վառեր, որ օր առաջ, ժամ առաջ այդ լույսերը լինեին։ Իրենց հարգելու համար եմ ասում։ Տեր-Պետրոսյանը ինչ է։ Տեր-Պետրոսյանը ցավալիորեն հիմքը ճիշտ դրեց, շարունակությունը կամ արտահայտության բացակայություն էր։ Եվ այն աղբը, որ այսօր ունենք Քոչարյանների, չգիտեմ, Կալուգայի Սամոնների եւ էսի տեսքով, այստեղ ուղիղ, այո, Տեր-Պետրոսյանի կամ արտահայտության բացակայություն էր։ Եվ վերջիվերջո մեծ հաշվով լինելով հզոր գիտելիքների տեր, ինչպես ասում են, փիղ, վերջում երկու մուկ ծնես Լևոն Տեր-Պետրոսյանը։ Մեկը վարչապետ է, մյուսը վարչապետի թեկնածու է, Լևոն Զուրաբյանը։ Սա էր ամփոփումն ու արդյունքը, բայց երբ մենք մոռանում ենք, որ ասենք թե այն հայտնի մեր պապը հնձել է մեր գյուղի արտերը, մեր պապը էս է արել, բան, հենց որ դա մոռանում ենք, մենք ընդհանրապես արմատազուրկ ենք լինում։ Պետք է լավին լավ եւ վատին վատ ասել։ Ինչը ցավալիորեն այսօր տեղի չի ունենում։ Ավելին, այդ հիշողությունների հետ կապված հիմա որևէ արցախցի չի մոռանալու իր կորցրած տուն ու տեղը։ Բայց արդյոք հետևություն պիտի անենք կամ արել ենք երբևիցե։ Որևէ մշեցի չի մոռանում պապի թախիծը, մշոերգիր, մշոկելներ երկու գետ, մեկ մուրադ, մեկ մեղրագետ եւ այսպես շարունակ, բայց արդյոք հետևություն արեցինք։ Չէ։ Տխուր, հոգեմաշ, հոգեցունց երկերով միայն մեր սերը առ հայրենիք արտահայտեցինք ու շարունակում ենք արտահայտել։ Զրո հետևություն։ Մի հայտնի կուսակցություն կա, գրողը տանի, Երանի չլներ, այն որ ասում է փող ունենայինք,
հայրեն համարժեքը չգիտեմ, աբորտ անեինք չծնվեր այդ դաշնակցություն կոչված կուսակցությունը, բնում խեղտվեր, այդ երկացանկը վերցրած, դարձրեց իրեն հայրենապաշտպան ու հայրենակուր և տասնյակ տարիներով ի Հայաստան և իսպյուրս աշխարհի զրոյացրեց բոլոր ձեռքբերումները։ Պատկերացնում եք, այս երկրի հանցագործը, մի բարևի համար մարդ սպանող, տգետ, հայերեն խոսել չիմացող, հայ արմատից կտրված, սեփական հոր գերեզմանը վաճառքի հանած, Արցախը փուրը տված Քոչարյան Ռոբերտը և դաշնակցությունը իրենց թիկունքում 10-20-ի վրա կամ 50-100-ի վրա Արարատ լեռն են դրել, ախ, Արարատ սարը, այս պղծությունը սրանց է հատուկ, Արարատ սարը սիրողը երբեք Արցախը չեր հանձնի, դաշնակցությունը և Քոչարյան Ռոբերտը հանձնեցին Արցախը և Սերժիկ Սարգսյանը և օլիգարխները դուք հանցանք եք գործել, դուք իրավունք չունեք հերթական մանիպուլյացիան անելու, այն ինչ անում եք դա հայրենասիրություն չի, դա պատմական հիշողություն չի, դա ստորություն է, սրիկայություն է սեփական տեսակը վերարտադրելու, են ձեզ բերած արագիլները պիտի ճանապարհին միտեղ վեր գցեին ձեզ, ոնց եք տեղ հասցրել, մի ռագատկով տղա էլ չկար։ Սա է այն իրականությունը, որ մենք ունենք, և այստեղ է, որ ինքներս մեր հետ, մեր հոգու մեջ կարծես չենք նայում, ինչ պիտի արվեր, որ չարեցինք, ինչու չարեցինք, և այսօր, երբ փողոցի աղբը Քոչարյան Ռոբերտի և դաշնակցության պարագլուխների ղեկավարությամբ ասպարեզ է դուրս եկել, փողոցի բառիս ամենաուղիղ իմաստով, կեղտը, աղբ են այդ մարդիկ իրենց էությամբ, իրենք հայրենազրկել են ամբողջ Արցախը, դեռ արցախցիք կան, որ ասում են Քոչարյանը առյուծ է, հասկանում եք ինչի հետ գործ ունենք, և այս տեսակն է պատճառը, որ մենք հայրենիք չենք ունենում, մենք անընդհատ հայրենազրկվում ենք, արդեն տեղեկություններ կան տարբեր, ամբողջ Հայաստանով մեկ, մարդիկ, այսպես ասեմ, տասովկեք են անում, մեկը Ծառուկյան Գագոյին ա տենում, մեկը Կարապետյան Սամվելին ա տենում, Ռոբերտ Քոչարյանին քիչ են տնում, սա ժլատա փող տվող չի, հասկանում եք ինչ է կատարվում, մենք այս դառը իրականության հետ գործ ունենք, մենք ապրում ենք այս իրականության մեջ, մենք չենք էլ ուզում փոխվել, շատ շատերը, և այդ մարդկանց արդյոք հետաքրքրում է հայրենիքը, չէ, Արցախը հանձնեց Ռոբերտ Քոչարյանը, երբ Արցախին որպես միավոր հանեց, երբ միջազգային ասպարեզում մաղմուկ հանած ինքնորոշման իրավունքը դարձավ Քոչարյանի պես ոչ մի բանի գրպանի, այսպես ասած մանրադրամը, այստեղ էր հիմքը, Նիկոլի պես մեկը վերջում ինչ չաներ, այլևս բան չէր փոխելու, դուք գիտեք, Նիկոլն ով է, որ իմ աչքի լույսը չի, չէ, շատ սիրում եմ, երբ որ թթու լավաշ է տեսնում, ախ, ես ինչ լավն է կրծեմ, թող կրծի, այդ կրծողների դասն է, բայց իրականում մենք չենք ուզում կամ շատ շատերը չեն ուզում տեսնեն այդ իրականությունը, ընդամենը այսօր տեսնում են, ասում են Նիկոլը հանձնեց, չէ, մենք բոլորս հանձնեցինք, հանդուրժելով և ասպարեզ բերելով ինչպես Տեր-Պետրոսյանները Քոչարյաններին էսիներին և մկներ ծնելով արդյունքում, բայց կարծես թե այդ զանց ենք անում, այսօր փող աշխատելու հնար ունենք, կամ վաղվա պաշտոն ունենալու հնարավորություն ունենք, ապա ես իմ շանսն է, հայրենիքը և քու անձնականը հենց որ խառնում ես, անձնականդ վեր ես դասում, դու հայրենիք ունենալու իրավունք չունես,
դու ոչինչ ունենալու իրավունք չունես։ Այս իրականության առջև են կանգնած։ Հիմի հայտարարեցին, որ Քոչարյան Ռոբերտը վարչապետի թեկնածուն է։ Դաշնակցությունը գնաց ու պպզեց իրենց 1000 տարվա առաջնորդների շիրիմներին։ Գոյություն չունի այդպիսի կուսակցություն։ Մոռացեք, այնտեղ ովքեր հավաքված են, այլևս ոչինչ չեն ունեցել մարդկային եւ այս վերջին մոտեցումը եւս ապացուցեց, որ չունեն։ Այնպես ինչպես բոլոր նրանք, ովքեր ժամանակին լավ արեցին, որոշեցին, որ պիտի գնան ապրեն Ռուսաստաններում կամ Ամերիկաներում, ամեն մարդ իր կյանքը, իր գործը, արդարացումը լավն է, վատն է, քննադատելու չէ։ Մեկն ասում է այստեղ, մեկին իրավամբ են նեղացրել, 10-ն էլ գնացել են, որ ասենք մի քիչ ավելի լավ ապրեն։ Ընկալման խնդիր է, բայց երբ հանկարծ այնտեղից որոշում են, որ պիտի գան ու Հայաստանում ընտրություն անեն, դրանք բարոյական մարդիկ չեն։ Դրանց էլ երևի այս իշխանությունների պես արագիլն է բերել։ Հարգանք չունեն այստեղ տառապած մարդկանց, զոհերի, եռաբլուրների, որևէ մեկի հիշատակի առջև հարգանք չունեն։ Այնպես ինչպես չունեցան ներկաները, չունեցան նախկինները։ Եվ ամեն անգամ ընտրություններին ընթരാճ Հայաստանը փոթորկվում է ջրի երեսին հայտնված փրփուրից, այդ փրփուրը վնաս է, փրփուրը քամին տվեց տանելու է, այնպես ինչպես փրփուրը բերեցին, դարձրեցին ոչ մի բան, քամին տվեց տարավ։ Տարավ մեր ծանր տառապանքը, եմ որ ասում է մի վայրկյանում փչեց ու տարավ։ Բայց մենք դեռ շարունակում ենք այս տրամաբանությամբ առաջ գնալ։ Արդ իրոք մեզ դժվարին օրեր են սպասվում, դժվարին ընտրություն, քանզի այն աղբը, որ կա եւ այն աղբը, որ գալիս է։ Այն ինչ մենք ունենք, ես նախորդ անգամ հիշեցրի են հայտնի ասացված, կասացի համար գեշ կնիկս դու վերցրու Տեր իմ Աստված, ինձ թող իմ կաղեշն ու պարտատերը։ Դուք հանգիստ թողեք Հայաստանը։ Բոլոր նրանք, ովքեր այսօր այս պահին չգիտեմ, պտտվում են դրսերում, լավ են զգում, վատ են զգում, ես գիտեմ, դրսում, այնտեղ որտեղ քու հողը չի, քու տունը չի, քու կարոտը քեզ սպանում է։ Բայց այդ կարոտը մի դարձրեք հայրենասիրություն եւ որոշեք, որ ասենք թե գալու եմ Կալուգայի Սամոյին ընտրեմ, ախպեր ինքը լավն է։ Կալուգայի Սամոն եւ Քոչարյան Ռոբերտը իրարից ոչինչով չեն տարբերվում։ Սերժիկ Սարգսյանը, Դաշնակցությունը, դրանք իրարից ոչինչով չեն տարբերվում։ Դրանք են թերմացքներն են, այն մարդիկ են, ովքեր կամ լռել են, կամ նպաստել են մեր պարտությանը, կամ նպաստել են մեր ոչնչանալուն, մեր զրոյանալուն սուսուփուս հանգիստ։ Առանց խղճի խայթի իրենց երբեք չի հետաքրքրել հայրենիքի մեջ ինչ կարան ունենան, սա է հետաքրքրել։ Հիմի գնացել եք ձեր համար ապրում եք, լավ է, վատ է, ձեզ հայրենիքը հետաքրքրում է, ուրեմն զրո մասնակցություն ունեցեք նրան, ինչը այլևս ձերը չի։ Այ գայիք այդ տառապանք է ժողովրդի հետ կրեիք։ Չեք կրել։ Հիմա հանկարծ որոշում եք, որ ոյաման, էսա գանք, չգիտեմ, Սամո ընտրենք, չգիտեմ, Ծառուկյան Գագո ընտրենք, Ծառուկյան Գագիկը այն նույն մարդն էր, ով բոլորի հետ կարող է կոստյումը բարեգործի լինել, կամ չգիտեմ, Խարոշի աղբոր, Անուշ աղբոր, բայց դրանով ոչինչ չի փոխվում։ Այդ ողջ տարիներին այդ մարդիկ սերտաճեցին, հարստացան մեր ու ձեր երեխեքի արյան հաշվին։ Հիմի մեկը տապան է սարքում, մյուսը չգիտեմ, գերեզմանոց է սարքում։ Հետո եւ ցավալիորեն չեմ տեսնում այն վերաբերմունքը, որ գործող իշխանություն կոչվածների կոնկրետ պահանջներ դնեն։ Գոյություն չունեն, բոլորը ուխտին նստած կուզեկուզ են անում։ Բոլորը ինքզինքը ապուշի տեղ դրած շարունակում են ապրել, գիտնականից, լեզվաբանից, պատմաբանից, էսից այնից սկսած, աման մեզ ձեռք չտակ։ Այնպես ինչպես ժամանակին, երբ շքանշաններ կամ վաստակավոր արտիստի կոչում էին տալիս տարբեր քուչի երգիչներին, կոնսերվատորիայում, պետական երաժշտանոցում 5 պրոֆեսոր չգտնվեց, որ հավաքվեին մի ժողով անեին, ասեին, «Հո դու էս չես»։
կամ կիրթ ասեին, այդպես չի կարելի պարոն նախագահ եւ այլն, չէ։ Ընդամենը լռում էին, որ իրենց քոր կոպեկը չկորցնեն։ Մեկ չդարձան որևէ մեկ այն ժամանակ եւ մեկ չեն այսօր։ Մի ապուշ մի արտահայտություն է գցել, որ կրթվել է նորաձև է, մինչ օրս այդպիսի հիմնադրամներ են ստեղծել, այդպիսի կազմակերպություններ են ստեղծվել։ Պատկերացնում եք, ինչ նախրի հետ գործ ունենք։ Կանայք ստեղծել են սաղը, դե լավ էլի, նոր բաներ չեն լինում։ Ձեզ հո իրոք արագիլը չի բերել։ Բայց բնականը, արմատը, քոքը, հարգանքը, տարական քաղաքավարությունը, չէ, տեր-պետրոսյանական քաղաքավարությունը չի, որ մարդկանց ասում էր, որ Քոչարյան Ռոբերտը թաթար մոնղոլների սերունդ է, բայց պարզում է մեկ ու մեջ հեռաձայնում էր հարցնում հո գրիպ ես ընկել ոնց է ախպեր ջան։ Դա բարեվարկություն չի։ Դա մարդկանց մոլորեցնել էր, խաբել էր։ Այս ասպարեզ դուրս եկած աղբը այս առաջիկա ամիսներին մեզ տանջելու է եւ ցավալիորեն նաեւ դա շատ վտանգավոր երևույթ է։ Մենք ինչ որ բան ունենք ու չունենք, այդ ինչ որ բանն էլ կորցնելու վտանգի առջև ենք կանգնելու։ Եթե այսպես շարունակվի։ Եթե արագիլի բերած իշխանությունները հանկարծ ուխանելով շարունակեն 3-4-ի վրա թթուլավաշները երախները մտցնել։ Եվ այն լկստված լակոտի պես, որ ասինարա դե այդպես կարկանդակ ուտելով չի, հիմա կրկնակի երակի են ուտում ամեն անգամ ցուցայելով, թե մենք կարանք ուտենք ապե։ Կերեք, ինչպես ասում են, ինչ գտնեք, ինչ չտակ։ Բայց արդյունքը դառն է լինելու, քանզի իլերումը նախրի կան նաև մտածող մարդիկ, կան նաև քաղաքավարություն հասկացող մարդիկ։ Եվ այդ մարդկանց հիմքն է, որ այս պետություն պահեց, որ հաղթանակներ ունեցանք, եւ որ ելի ենք ունակ հաղթանակներ ունենալու, եթե դուք չշարունակեք այս տրամաբանությամբ փչացնել ամեն ինչ։ Ձեր բարեվարկությունը շատ ավելի կարևոր է։ Մի քիչ մտածեք այդ մասին։ Կհանդիպենք, առողջ կացեք։